շնորհակալ եք Բարև ձեզ։ մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ այսպես իհարկե խոսելու ենք քարոզարշավի շրջանակներում Փաշինյանի հայտարարություններից, բայց երևի սկսենք այս վերջից, չնայած նաեւ առիթ չեք ունեցել նախորդ հայտարարությունների հետ կապված ձեր տեսակետը լսելու։ Այսօր կանգնել բղավում է այնքան բամբասեցին, որ ամսի 28-ին պարադ ենք անում, զորահանդես ենք անում, բանակի հետ կապված այնքան բամբասեցին։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, այս ամենը ինչի դրսևորում է։ Այսինքն թե չբանվասեինք պարադ չէր անելու։ Չենք ուզում ասել, որ դուք ես բոլորս մենք այնքան ենք խոսել, որ զենքերը հանձնել է, 6 միլիարդից ավելի զենք։ Նայեք, նախ պարադը դա ավանդական միջոցառում է ու բամբասել չբամբասել է դրա հետ բացարձակապես ոչ մի առնչություն չունի։ Դա առաջինը։ Երկրորդը այդ զենքը, որ պետք է հանեք ցույց տակ, դա էլ է ավանդույթ, որովհետև բնակչությունը պետք է իմանա ինչով են պատրաստվում նրանց պաշտպանել։ Ամեն դեպքում նախկինների ժամանակ դա ընդունված կարգ էր, մենք բոլորս գիտենք, որ մենք ունենք համապատասխան զենքզինամթերք եւ որը հաջողակ եւ գրագետ կիրառվում է։ Այդ պատճառով թշնամին տեսնելով այդ զենքզինամթերքը ռիսկ չէր անում հարձակվել Հայաստանի կամ Արցախի վրա։ Եվ դրա ամենավառ ապացույցը 2016 թվականի քառորյան էր։ Չնայած ես գիտեմ, որ հեսա այդ Վահագն Ալեքսանյանի կողմից ղեկավարող ոհմակը բան անելով կրվել ենք, չգիտեմ Խաչատուրովը բիլիարդ էր խաղում, այդ սա կտանենք ձեր տնեցիքին կպատմենք։ Փաստը այն է, որ Ադրբեջանը իր բերնով Ռուսաստանի միջոցով զինադադար է պահանջել կամ խնդրել անգամ։ Լավ, ինչևէ, այսինքն ընկեր ջան, դու մեզ հաշվետու ես։ Դու պետքա ցույց տաս, ուր ես ծախսել այդ միլիարդները, բացի Սուրեն Պապիկյանի յուղային շերտի հաստացումից։ Սուրեն Պապիկյանին հասկացանք, բա մնացած փողը ուր է գնացել։ Այս պարադը դրա մասին է, ձեր հաշվետվությունն է։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ դուք ձեր արտադրած զենքը ծերից ծեր ամբողջությամբ չեք արտահանել, նենց որ ամսի 28-ին ցույց չտաք, այդ ինչ եք արտադրել, որ մինչև այդ մենք չենք ունեցել կամ աշխարհը չի ունեցել։ Խնդրում եմ դա էլ չմոռանաք ներառել ցուցադրելիք զենքզինամթերքի մեջ։ Սա այդ մասով, այսինքն Նիկոլ Փաշինյանը ձեր վրա ուզում է իր պարտականությունը ծախի որպես ադալժենիա։ Չկա տենց բան։ Դուք մեզ հաշվետու եք եւ դուք հիմա կատարում եք ձեր պարտականությունները մեր նկատմամբ։ Հիմա կբամբասենք, չենք բամբասի, կհավատանք, չենք հավատա, դա լրիվ ուրիշ հարց է։ Դա մեր իրավունքն է։ Իսկ ձեր կողմից ապացուցել, որ մենք սխալվում ենք, արդեն դա ձեր պարտականությունն է։ Այսքանը։ Քանի որ զենքերից ակնարկեցիք 6 միլիարդից ավելի զենք Թուրքին էին հանձնել, մենք տեսանք ադրբեջանցիները ինչպիսի զորահանդես ցույց տվեցին, նաև մեր զենքերով պայմանավորված, ու ինքը ինչ էր ասում, զենք չի եղել, զենք չի եղել, Դե նա Ալեքսանյանը այդ իր բարբաջանքի ներքո փորձում է ապացուցի, որ ժամանակին ուրեմն բան է եղել, մետաղի ջարդոն է եղել, հիմա իրանք զենք են արտադրում։ Ախպոր նման, տո դուր, զենքը ուր, բանակը ուր, մեկ Պապիկյան Սուրոյին նայի։ Իրա միակ զենքը իր հարստ կաշինն է ու յուղային շերտը։ Ու մեկ է սպառնալիքները։ Կամ եթե մետաղի ջարդոներ, այդ Ալիևը մետաղի ջարդոններ ցույց տալիս։ Մինչև հիմա կադրերը կա, մտեք նայեք ինչեր են զավթել։ Նաև հենց այսօր ասում է ընդդիմությունը այնպես է անում, որ արցախցիները չհանդարտվեն, չխաղաղվեն, Հայաստանում չտնավորվեն։
Նա լավ են անում, սկսենք դրանից, երկրորդն էլ իսկ ընդդիմությունը կամ առավել եւս դուք ով եք, որ մարդկանց զրկեք իրանց հայրենիքից կամ քնացնեք իրանց հայրենիք վերադառնալու իրավունքը, ով եք դուք, ինչի պետք է հանդարտվեն նրանք, տուն են կորցրել, հայրենիք են կորցրել, ապագա են կորցրել, արժանապատվություն են կորցրել, որ ձեր նման բոմժերը կանգնեն իրանց վրա մատ թափտան, ասեն խիչ ես զոհվել։ Այդ ձեզ թվում է այդ բառամթերքով դուք արցախցի եք հանդարտացնում, անասուններ։ Մի հատ էլ արցախցի հանդարտացնելու դասընթացներ կազմակերպեք, գանք իմանանք այդ դուք ոնց եք, ով է ձեզ սովորացրել տենց արցախցի հանդարտացնելու։ Այդ մարդկանց վիրավորում եք, նվաստացնում եք, այլատիացության առարկա եք դարձնում, էլ չեմ ասում, որ տունը, տեղը, փողը, ունեցվածքը, ամեն ինչը ձեռներից առել եք, ու հիմա մենք մեղավոր ենք, որ իրանք չեն հանդարտվում, հա չեն հանդարտվում, ու չեն էլ հանդարտվելու, իրանք կհանդարտեն մենակ այն ժամանակ, երբ որ դուք կհայտնվեք Արցախցու տեղը, կորցնելով ամեն ինչ, ու կամաց այն ձեր յուղի կուտակած պաշարը կսկսեք մաշեցնել, չգիտեմ, շուրնուխում կամ կիրանցում, այն ձեր գծած սահմանին։ Իսկ ընդդիմությունը առաջինը ինչ ուզում է, ձեզնից ձերբազատվի, այլ ոչ թե արցախցի հանդարտացնի կամ չհանդարտացնի, դա մեր գործառույթը չի, դա ձեր գործառույթն է, այդ մարդկանց հերիք չի հայրենիքից եք զրկել, հələ մի բան էլ դժգոհ եք, որ չեն սատկել, ու հələ մի բան էլ պարտավոր եք իրանց արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծեք, որտեղ դա ձեր պատճառով է տեղի ունեցել, ինչ որ տեղի է ունեցել։ Մենք է մեղավորը դուս եկանք այս ամեն ինչի մեջ։ Քանի որ խոսեցինք իր բղավոցից, ինչ չեք զոհվել, ինչի չեք զոհվել, որ այդպես բղավում էր, իհարկե այդ դրվագում ինքը Արցախցու վրա էր հարձակվել, բայց Արցախցու վրա չէր ինքը հարձակվել էր Երևանաբնակ Տիկնոջան, որը Արցախի հետ բաց է հոգևոր կապից ոչինչ չունի։ Ու ամենա նողկալին այն է, որ այդ ինչի չեք զոհվելը դարձավ ՔՊԻ-ի նախընտրական քարոզչական թեզ, որտեղ այդ նույն թեզը կրկնում է Պապիկյան Սուրոն, այդ նույն թեզը կրկնում է Պապոյան Գևորը, ու դա դառնում է իրանց կարգախոս, եկեք այդ տողը մտցնենք մեր գիմնի մեջ։ Եթե կարելի է Տիկին Ադիբեկյան, ուղղակի մի ևս մեկական հիշեցման կարգով տեսնենք ինչեր է բղավում, թող մեր լսարանները։ Դե հիմա ամբողջ երկիրը գիտի ինչ էր բղավում։ Հասկանում եք, չէ, այս բոմժը, այս փողոցայինը մեր խնդրում եմ հասկանում եք, չէ, այս փողոցային բոմժը, որ ասում է ես ես սիրում եմ, հայհոյանքներ եւ վիրավորանքները հնչեցնում, ընկեր, կամ շալվարդ բարձրացրե, կամ խաչը վզիցդ հանի, որտեղ դու չես կասես ես սիրում եմ, հետո մյուս թևին ասես խի չես մեռել, խի ես ողջ, մենք ձեզ կտրորենք, տենց չի լինում, կամ ես կողմ, կամ են կողմ, ու թող ընտրողը հասկանա, ով է մեզ ներկայացնում միջազգային հարթակներում, հասկանում եք, չէ, այս փողոցայինը, այս անգրագետ ագրեսիվ կենթանին, ասենք միջազգային հարթակներում ներկայացնում է ինձ, ձեզ, ու Նիկոլին նայողը կասի ախպեր կենթանիներ են, սրանք ինչ շահ ունեն, որ սրանց շահերն էլ պաշտպանենք։
Ինչ ունեն սրանք։ Սրանց գործը բանն է, գետտոն է, միտեղ սենց բան անենք, փագենք, թող բան անեն, իրար միսկ ուտեն։ Հիմա հարց։ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, բայց ես աբորտ խի չեն արել։ Ասենք չծնվեիք ու մենք լիքը պրոբլեմ չէինք ունենա։ Այդ հարցա, որ դուք տալիս եք խես կենթանի։ Խես ծնվել։ Մարդու ապրելու իրավունքը դա սահմանադրորեն ամրագրված դրույթ է։ Մարդը եթե ծնվել է նա իրավունք ունի ապրելու, արժանապատիվ ապրելու եւ պաշտպանված ապրելու։ Դու հիմա կանգնել ասում ես խիչ ես մեռել։ Ես արդեն հասկանում եմ, որ դուք սահմանադրության բոլոր հնարավոր եւ անհնարին հոդվածները խախտել եք, բայց ասենք լիքը մարդ կա, ով չի կարդացել այդ սահմանադրությունից, առաջի տողը, այն որ բացում ես առաջի տողը, էդ է։ Դուք գոնե կարդում եք ձեր հիմնական մասնագիտական բանը, օրենքը, դուք այդ սահմանադրությամբ պետք է շարժվեք։ Ու դուք անգնում ասում եք խիչ ես մեռել։ Ու ի տարբերություն ձեզ, աբորտը օրենքով արգելված բան չի։ 50-40 տարի առաջ 15 րոպեանոց պրոցեդուրան մեզ այսօր կազատեր շատ ու շատ պրոբլեմներից, այդ թվում նաև սահմանադրության անսասանությունից։ Սատկացնելու եմ, կզացնելու եմ, մասկաները հանելու եմ, կողելու եմ հավապատասխան տեղները, Էսա։ այո, սպառնում եմ։ Հա, սպառնում է, որ ինքը իրավունք չունի անելու։ Որովհետև եթե ես սպառնայի, նույն բառամթերքը ես կանգնեի ասեի Նիկոլ Փաշինյանի կամ Պապիկյան Սուրոյի, չգիտեմ, այնտեղ Ալեքսանյան Վահագի հասցեին, ինձ արդեն վաղուց փակել էին։ Ատելության խոսք է սպառնալի քնչեցնելու համար։ Հիմա պատմեք ինձ դեմոկրատական հասարակության մեջ ոնց կարա տենց լինի, ոնց որ անգրագետ բոմժին կարելի է ինձ սպառնալ, իսկ ինձ հասարակ քաղաքացու չի կարելի։ Ասեմ ավելին, այդ ցուցակը շատանալու է, այն ինչ որ իրանց կարելի է ու այն ինչ որ ձեզ չի կարելի, այդ ցուցակը ընդլայնվելու է։ Ինչու է այսպես երբ գործել Տիկին Անդրեբեկյանը, կամ ինչու է այլևս իր դիմակը պատվում է հրապարակային։ Նախ ինքը իր դիմակը երբեք չի թաքցրել, սկսենք դրանից, նա միշտ անկաշկանդ եղել է այն ինչ կա։ Պարզապես հիմա եթե առաջ ինքը ԱԺ-ում էր, ես չգիտեմ, հիմա արդեն ցած քուչեքով ընկած, հայաթից հայաթ, շենքից շենք, բոլորին ավելի մաչելի է դարձնում իր էությունը։ Ինքը շատ լավ գիտի, որ իր դեմը խաղ չկա, որովհետև Ռուբիոն եկել է ասել ախպերս դու ես որ կաս, մենք քո մեջքին կանգնած ենք, շատ կրկնում եմ, եթե ինքը հրապարակում ամսի 28-ին երեխա մատաղանի, դա կմնա անպատիժ, որովհետև նա ունի Հայաստանի Հանրապետության, ճիշտ է ոչ բոլոր, բայց զգալի հատվածի պատճառ կա, նա ունի անպատասխանատու և էգոիստ Եվրոպայի պատճառ կա, և իրա նման անգրագետ ու իրա նման բոմժ Տրամպի պատճառ կեն։ Բնական է, որ ինքը իրան տենց է պահելու, որովհետև նման մակարդակի մարդիկ չեն հասկանում, որ իշխանությունը դա պատասխանատվություն է, դա հանդուրժողականություն է, դա
զուսպ լինելն է, որ կապ չունի դու ինչ հնարավորություններ ունես, դու այդ հնարավորությունները երբեք չպետք է ցույց տաս։ Ռամիկ։ Այն որ իսկ գրազի в князի, հասկանում եք, չէ՞, ընտանիքներ, որոնք տոհմով են եկել այդ հարստությունը կուտակ, առաջի Հենրի Ֆորդին դու երբեք չես համեմատի վերջի Հենրի Ֆորդի հետ։ Առաջի Ռոքֆելերին դու երբեք չես կարող համեմատել այսօրվա Ռոքֆելերներին։ Այ հիմա ինքը այդ առաջի այն Ռամիկն է, որի ձեռը փող անգել, որը համարում է, որ ինչ ուզում եմ անում եմ, ես իրավունք ունեմ, իսկ դուք ոչ, որը համարում է, որ պետական բյուջեն իր ընտանեկան բյուջեից ոչինչով չի տարբերվում, որը հասկանում է, որ ցանկացած իր նման Ռամիկին ինքը բարձր աշխատավարձով կարող է կաշառել։ Այնօր մի հատ շատ լավ բան պատմեցին, մեկը եկել էր այս իրանց այդ գվարդիատեղավորվի աշխատելու ու պայմանները հետևյալն էր, որ ինչ ասենք անում ես, ասում ենք ծեծի ծեծում ես, ասում ենք սպանի սպանում ես, ասում ես խոշտանգի խոշտանգում ես ու հանկարծ նենց չստացվի, որ բանը խիղճդ բանանի, ասես չէ, ասենք ես ծերկին կամ պուճուրերը խա կամ չգիտեմ հաշմանդամ չեմ կարա ծեծեմ, ում մատներս դնենք նրանց բան ես անելու ու ստանալու ես սկզբնական 200,000 դրամ, մարդը հրաժարվեց։ Իսկ ինչու հրաժարվեց։ Աշխատ փողը քիչ է։ Այսինքն ինքը այդ ամբողջ իր գործառույթների հետ օքեյ է, ինքը խնդրեմ չունի։ Ինքը պատրաստ է ծեծի, ջարդի, ինքը չունի այդ խղճի բանը, բայց դրա համար ինքը մի քիչ ավելի շատ փող է ուզում, քան այդ պահին իրան առաջարկում էին։ Ու տենց համակարգացիներ մենք շատ ունենք։ Ու հիմա այդ նմանատիպ մարդկանց ինքը կուտակել է իր կողքը։ Իր նմաններին։ Ոստը մեկը էժանով է համաձայն դա անի, մեկը էլ ասում է չէ, համաձայն եմ, եթե շատ փող տաս, ու ինքը այդ փողը կտա։ Մեր ու ձեր գրպանից հանելով։ Ընթացքում հիմա իրեն քարոզարշավին, էդի տեղ են գտես, որտեղի գալ է, կենաց ասեմ, բայց չեմ խմի, նորից ընդհան խորոված ուտելում։ Դե էդ էլ է, այդ ռամիկիզմի բանն է, էլի դրսևորումն է, մարդու համար լափելը դա շփման ամենակարևոր եւ ազդեցիկ միջոցն է։ Նորմալ է, այսինքն եթե sense տիպաբանորեն փորձենք վերլուծել, այդպես մարդիկ շատ կան, ձեր շրջապատում էլ շատ կան։ Ու մենք բոլորս գիտենք, որ այդ ձեր իմացած մարդիկ դառնան երկրի վարչապետ, իրանք նույն վարկն են դրսևորելու։ Ոսական մարդիկ, որոնք ինչ-որ մի մակարդակից չպետք է բարձրանան ու ոչ թե դա ինչ-որ դասակարգային շովինիզմ է, այլ որ մենք այս ամեն ինչ չտեսնենք ու այս ամեն ինչը մեր կյանքը չղեկավարի։ Որտեվ ուրիշների կյանքը կառավարելու համար դու պետք է ունենաս շատ ավելի լայն ու խորը մտածողություն, շատ ավելի ճկուն վերաբերմունք քո եւ քո մտերիմների նկատմամբ ու լինես սկզբունքային ամենակարևորը ու եթե դու ասում ես օրենք ուրեմն դու էլ ես ենթարկվում այդ օրենքին Տիկին Ադմեկյան մենք գիտենք այսօր նաեւ Հայաստանը ըստ էության լինել չլինելու հարցի առաջ է կանգնած եւ Սրազուդահեր ադրբեջանական կողմի պահանջներն է ծառը դուք լավագույնս ճանաչում եք իրենց պահանջները, որովհետև ուսումնասիրել եք այդ հասարակության այդ պետությանը, եւ այսօր Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ քանի ես իշխանության եմ 300,000 ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան։ Ինք ասել ես երաշխավորում եմ, ինք այդ բառն է ասել։ Այս վերջերս եմ դրա մասին խոսացել, բայց երևի ստեղը կրկնեմ, հավանաբար լսարանները տարբեր են, վերլուծության մեջ գոյություն ունի ռետրոսպեկտիվնի անալիզ գործիքը։ Ինչու՞մ է դա կայանում։
Իսկ եթե դու փորձում ես կանխատեսել ապագան, առաջին ինչ անում ես, անցյալն ես ուսումնասիրում, բացահայտելով այն գործոնները, այն երևույթները, որոնք ազդում են ընթացքի վրա, եւ այդ ընթացքում դու բացահայտում ես օրինաչափություններ, այսինքն որոշակի ալգորիթմ ես բացահայտում, ու այդ ալգորիթմը ի նկատի ունենալով, հաշվի առնելով, դու կարողանում ես կանխատեսել, որ եթե սեն շարունակվեց, ապա ապագայում լինելու է սա, դա կիրառվում է գիտական научное прогнозирование, այդպես գիտություն կա, եւ սոցիոլոգիայում է կիրառվում։ Առհասարակ բոլոր գիտություններում կիրառվում է։ Հիմա եթե մենք փորձենք կարճ ռետրոսպեկտիվ վերլուծության ենթարկել Նիկոլ Փաշինյանին եւ նրա երաշխիքները, ապա ինչ ունենք, արդեն սաղս հոգնել ենք դրանից, բայց այնուամենայնիվ ստիպված պետք է ասեմ։ 18 թվականին ինչ էր ասում, Արցախը Հայաստանը եւ վերջ, 20 թվին տվեց։ Հետո ասեց Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի կարող լինել, դա բացառվում է։ 23 թվականին Արցախը հայաթափվեց։ Հիմա նույն եռանդով, sense փրփուրը բերներից գալով, ասում են Արցախը երբեք մերը չի եղել, արցախցիները պետք է вообще մեռնեին, չեն մեռել։ 21 թվականին, երբ որ նա ընտրվում էր, ինչ էր ասում էր 3-4 ամիս սպասեք, մեր տղեկը կվերադառնան, խոսքը գերիների մասին է։ Նույն տարվա վերջում, այսինքն երբ որ նա ամռանը վերընտրվեց, աշնանն Ալեն Սիմոնյանը մասնավոր հերթական լափելիքի ժամանակ զրույցում հայտնեց, որ այդ մարդիկ իր համար արդեն գոյություն չունեն, այդ թեման փակ է։ Միջավայրը երեքի գիտեք, չէ՞, բան Արարատ Միրզյանի արձագանքը եւ գերիներից են դարձել Ռուբեն Վախտանյանի ծննդյան օրը, ադե ինովակի սուդուր մեջ բերում անեմ, ադե ծնգլ արիք, Գյումրի կենտրոնական հրապարակում ագնահարար Արարատ Միրզյանը զայրացել է արձագանքելով գերիների վերադարձի մասին հարցը։ Հետո Ադրբեջանի պահանջով, ես այդտեղ շեշտում եմ, Ադրբեջանի պահանջով որ Հայաստանը այդ իրենց պահանջը այդ թվում նաև փակում է գերիների հարցը եւ դատական հետապնդումները Ադրբեջանի հասցեին միջազգային ատյաններով։ Փաշինյանը ասեց այո։ Հիմա արդեն եկել հասել ենք ադե ծնգլ արեցիկ։ 18 թվականին նա եկավ իշխանության գալուց առաջ ինչ էր ասում։ Ասում էր Հայաստանը դառել է տուգանապետություն, որ այդ կամերաները մարդկանց ոչմ խանգարում են, պետք է այդ կամերաները բան անել, կարմիր գծերը հանել, կամերաները հանել եւ այլ։ Ուրեմն այս վերջի 8 տարվա ընթացքում կամերաների թիվը հնգապատկվել է, կարմիր գծերը եռապատկվել է։ Ու գնալով բան է անում։ Հա, իդեպ ասած, այնքան են ուրեմն տարվել այդ իրանց բաներով, որ Սայատնովա 24-ն է, այդ ԿՊ-ի գերասենյակի դեմի մայթը, որ միաժամանակ կարմիր գիծ է ու արգելող նշան, ու մարդիկ կարմիր գիծը տեսնելով գնում կանգնում են ու 4000 դրամ տուգանվում են, էդ էլ ասեմ, ու այդ արգելող նշանը ինչի են դրել, հարց, որտեվ երբ որ Նիկոլը գալիս է ԿՊ-ի գերասենյակ, իրան հարմար չի այդտեղ կանգնած մեքենաները իրան խանգարում են, վտանգ են սպառնում։ Իրանք միաժամանակ կարմիր գիծ են դրել, որ փող հավաքեն, ու կանգառը արգելված է, նշան են դրել, որ բանան են։ Այդտեղից էլ շտրաֆ հավաքեն։ Սա ինչ վերաբերվում է։ Այսինքն այսօր մենք ունենք այս վիճակը։ Խոստացավ, որ հեսա նախկիններից սաղ փողերը Ռոբերտ Քոչյանի 4 միլիարդը խլելու է ու բերի բաժնի ժողովրդին։ 8 տարվա ընթացքում ոչ մի հաջողված քրեական հետապնդում չտեսանք։ Շատը նրա պատճառով է, որ ըստ երևույթին նրանք ենթադրում էին, որ Ռոբերտ Քոչարյանը ունի 4 միլիարդ դոլար, պարզվեց ինքը չունի 4 միլիարդ դոլար,
քրեական հետապնդում չեն կարող հարուցել, եկել մտածեցին դե լավ, չեղավ, եկեք 200 միլիոն ուզենք։ 200 միլիոն էլ ուզեցին, Քոչարյանը ասաց, չեմ տալու ուխի պտի տամ, էլի դատական գործ չի հարուցվել, բայց զատո են Ջուլակյանը ինչա, դրանց ոբշիմ այդ քպեշնի էքերից մեկը կանգնել է հակադարձելով Մայր Հայաստան կուսակցության պատգամավորներին, ասել է համոզեք ձեր Ռոբերտ Քոչարյան թող մեր 200 միլիոնը բերի տա։ Էսա ինչ վերաբերվում, այսինքն դուք դաշե այդ 200 միլիոնը նենց չեք կարում վերցնեք, այդքան հիմք չունեք այդ 200 միլիոնը մարդուց խլելու, որ համոզում եք կուսակցության անդամներին, որ համոզեք ձեր ղեկավարին այդ 200 միլիոնը բերի տա, լավ եք։ Այսինքն մարդը երաշխավորում էր, որ այս ամեն ինչը ինքը անելու է, ինքը միշտ ասում էր, ես երաշխավորում եմ, որ ես դա կանեմ։ Այսինքն մենք ունենք 4 case, 4, հա։ Մենք ունենք 4 case, որտեղ մարդը երաշխավոր էր, ինչ էր ասում, Աղդամը մեր հայրենիքն է։ Ասենք ես երբեք չեմ ասի, որ, չգիտեմ, Բաքուն իմ հայրենիքն է։ Չեմ ասի։ Բայց եթե ասեմ, որ իմ հայրենիքն է, ես իմ հայրենիքի համար պայքարելու եմ, ու ես իմ հայրենիքը հենց նենց, թշնամուն չեմ հանձնի։ Հիմա իրանք ասում են Սյունիքն է մեր հայրենիքը, ունենալով այն ամենապարզ մակերեսային խոստումներ, որտեղ եթե խորանանք իրանց 18 թվականի բանը, մի հատ sense փաստաթուղթ էին մոգոնել, որ հիշում եք երթում էին ուտում, որ էս են անելու, են անելու, սաղ այդ բանը մակունցն էլ դեմի պլանում, ես այդտեղից հիշում եմ մենակ, որ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լինելու է երջանիկ։ Երջանիկ եք հայեր, լավ եք ձեզ զգում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի երաշխիքի գինը սա է, ու ես ձեզ հավաստիացնում եմ, որ երբ որ ինքը 300 ադրբեջանցի կբերի, նախինան ոչ մեկ չի հարցնելու համաձայն չես, պրոստը իրանք գալու են ու վсё, ինքը մեզ նույն ձևի համոզելու է, ասի, որ էսի ադրբեջանական հողա, որ ադրբեջանցիները եկել են իրանց հայրենիք, ու вообще դուք խիչեք սատկել, որ ադրբեջանցիքի համար տեղ ազատել։ Այս նույն ամեն ինչը կրկնվելու է, որովհետև օրինաչափությունը դա է ցույց տալիս։ Ուրիշ օրինաչափություն, այսինքն ուրիշ վարքագիծ, որը կկարողանար այս օրինաչափությունը խախտեր, ասել չէ, բայց տեսա, խոստացել է, արել է, չկա տենց բան։ Չկա։ Դաժե երբ որ ինքը ուզում էր թոշակառուներին քցեր 10,000 դրամ։ Ինչ էր ասում էր, թոշակառուն 10,000 դրամ ինչ անում, եկա չգիտի ոնց ծախսի։ Բայց մարդը պարզ չէր ուզում այդ փողը տար, հետո իրան ասեն ընկերասին, ընտրական տարի է։ Դու աննորմալ չես, այդ մի եկա ընտրողների բանա կա։ 10,000 դրամը ինչ է, որ չես կարա տաս։ Մի ամիս էլ 2 միլիոնի տեղը 1,990,000 ստացեք։ Ինքը սուսուպուս դրուկ պարզեց, որ այդ թոշակառուները գիտեն ոնց ծախսեն այդ փողը, այդ 10,000 դրամը բաժանեց մարդկանց։ Ու հիմա եթե սարքել են մատի փաթաթան, իբր իրանք թոշակառու, այսինքն ինքը ցանկացած իր խոսքի եւ արարքի հակառակը անելիս, այդ ամեն ինչը անում է ահա որ խորը համոզմունքով։ Այսինքն ինքը ինչ համոզմունքով ինքը 18-ին էր խոստանում, նույն ձևի համոզմունքով ինքը 26-ին արել է ճիշտ հակառակը։ Երբ որ ես վախենում, եթե ինքը ասեր ես երաշխավորում եմ, որ Սյունիքը հանձնելու եմ Ադրբեջանի, ես այդ գիշեր հանգիստ կքնեի։ Բայց վերջերս բղավեց, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան սուվերեն։ Դե վсё թքեցինք ուրեմն։ Որտեվ ինքը նույն երաշխիքը տալու է 31 թվին, ասես կողասեց որ Սյունիքը, մենայն ադրբեջանցի քարտեզներ են տպում, իրանց քարտեզներով, ես տեսել եմ այդ քարտեզը, այդ քարտեզով Սյունիքը Ադրբեջանը։
Գնացեք մեռեք։ Էսա։ Այսինքն տրվել Նիկոլ Փաշինյանի ցանկացած երաշխիքի, իմացեք, որ լինելու է ճիշտ հակառակը, որովհետև առ այսօր փորձը ուրիշ ոչինչ ցույց չի տվել։ Եվ հենց այս օրինակի վրա աչուզա բոլորի հանելա Ռուսաստանի շպիոններ են, SFN են, Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ, այս հարաբերությունները Հիմա եթե դու Ռուսաստանի հետ ունես փայլուն հարաբերություններ, շպիոն խի ես բռնում։ Եթե շպիոն ես բռնում, բա քեզ խի չեն բռնել, որտեվ Պուտինը քո մոտիկ ընկերն է, քո պնդմամբ, դա էլ ինքն խոստովանում ես, ես չեմ հորինել։ Այդ բոլորը հետո խոսում ասում։ Այսինքն, երբ որ դու Պուտինի հետ խոսում ես, պետական գաղտնիքներ ես Պուտինին բանանում, այդ հեչ Թևանյան Անդրանիկը, որը 23 թվից դեպուտատ չի, որը ոչ մի հանձնաժողովի անդամ չի, վդրուկ մեկ էլ տեսար տիրացել է ձեր նիստերի գաղտնի ինչ-որ քննարկումներին ու էդի բաժան։ Անգեր, պատերազմի ժամանակ մեր պետական գաղտնիքները հո դու ես Facebook-ում գրել։ Քո հոկտեմբերի 6-ի գրառումը դրվելու է քո մեղադրական վճռի հիմքում։ Ոնց ես դու ռազմական գաղտնիքը, ռազմական պլանը քո Facebook-ում գրել, ընկեր։ Քեզնից շատ ով կարա Հայաստանի դեմ շպիոնություն անի։ Պուտինը ընկեր է, Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ես։ Հայաստանի Հանրապետության բոլոր գաղտնիքները տիրապետում ես։ WhatsApp-ով գաղտնիք քննարկումներ եք անում։ Ուզում ես ասես Թևանյան Անդրանիկը քո չափ բան գիտի։ Կամ ինքը այդ մակարդակի ծանոթություններ ունի։ Ածը տնորեն մի հատ խնդրում եմ զբաղվեք Նիկոլ Փաշինյանի խոսակցություններով Վլադիմիր Պուտինի հետ։ Չէ, դե հիմա ինքը Ադրբեջանի շպիոն չի բռնում, ինքը ռուսական շպիոնն է բռնում։ Մի հատ իր խոսակցությունները վերլուծեք։ Ինչից են խոսում այդ մարդիկ։ Հա պրիչոմ ամենակարևորը մենք սաղը շպիոն ենք, ինքը Պուտինի ընկերն է, Ռուսաստանը մեր աղբերն է, բայց զատո Ռուսաստանը ընդդիմության պահանջով բանը սահմանափակում հայկական ապրանքի համար։ Դա Պապոյան Գևորգն է ծնել այդ փայլուն միտքը։ Ընկերներ կողմնորոշվեք, չի կարելի իրարամերժ պնդումներ անել ու վերջում ստանալ ինչ-որ որակյալ արդյունք։ Այս իրականության հետ կապված Ռուսաստանից արդեն գալիս են նաև կոշտ հայտարարություններ, ԵՀՏՄ-ից դուրս գալու հարցն է մամուլում գրվում է արդեն, ինչ տեղի կունենա երբ Դե նայ, դա էլ իրանց ռամիկական շուստրիությունն է, ասում է ես դու ստեղ հարց չես լուծելու, դու քխես, քո շպիոններին հեսա բռնելու ենք, դու ուզում ես մեզ զրկես իշխանությունից ու вообще մենք գնում ենք Եվրոպա, բայց քո շուկան լավն է, ԵԱՏՄ անդամությունը մեզ տալիս է բանը բեսպոշլինի առևտրի հնարավորություն, ԵԱՏՄ-ից չենք ուզում դուրս գանք, այսինքն մենք ուզում ենք ձեր բոլոր բարիքներից օգտվենք, բայց դրա դիմաց մենք ոչինչ չենք ուզում տանք, առավել դրանից առավել մենք պատրաստում ենք քո թշնամու հետ ստրատեգիական համագործակցություն ծավալել։ Հիմա ես չեմ, դուք եք, ձեր ռեակցիան ինչ ձևի է լինելու։ Նեշ Ռուսաստանի իմ սրտի երկիրն է, Ռուսաստանը իր մեղքի չափաբաժինը ունի ես տիրող մղձավանջի մեջ, հարցը դա չի, մենք խոսում ենք հիմա Փաշինյանի եւ նրա ոհմակի այդ շուստրիկության մասին։ Ասում դու արի ասում ինձ
իմ տնտեսությունը պաշտպանի, ես իմ ապրանքը բերեմ ծախ, արա, երեք մի կտոր լսել եմ Դանիել Իոնիսյանին։ Ու այդ տուպիցան մեր սահմանադրությունն է նոր գրում։ Ասում է Ռուսաստանը ուզում է մեր էժան գյուղմթերքը բանանի, տանի։ Հարգելիներս, Հայաստանում արտադրվող գյուղմթերքի ամբողջ ծավալը, եթե որ դաժե մենք չուտենք, մեր կելածնել, լցնենք սպայկա ուղարկենք Ռուսաստան, մենք կարող ենք ապահովել Մոսկովսկի օբլաստի, եսիմ 25%-ը։ Դուք հասկանում եք Հայաստանի արտադրված ապրանքի ծավալը եւ Ռուսաստանի սպառման ծավալը։ Այսինքն այդ քանակության մեջ ձեր ապրանք չմատակարարել իրանք չեն էլ նկատի, որտեղ այդ նիշան շատ արագ կզբաղեցնի Ադրբեջանը, Թուրքիան, Միջին Ասիան, նույն բանը Ռուսաստանի հարավը, հա, այդ Կուբան, Ստավրոպոլ եւ այլ։ Դա առաջինը։ Այսինքն եթե վաղը Պուտինը զարթնեց ու իմացա, որ Հայաստանը ինչ որ մի հրաշքով օդ համբարձվեց, չկա, ցնդեց։ Իրանք դաժե չեն էլ նկատի դա։ Ոչ տնտեսապես, ոչ դիվանագիտորեն, ոչ ռազմավարորեն, ոչ մի ձև չեն նկատի, դա չի ազդի իրանց վրա։ Ուրիշ հարցը Ռուսաստանին Հայաստանը որպես այդպեսին պետք իրան պետք է Հայաստանի Հանրապետության այս տարածքը։ Հիմա ստե հայ կապրի, թուրք կապրի իր համար բացարձակապես մեկը, դրա մասին չենք խոսում։ Ես խոսում եմ Դանիել Իոնիսյանի տուպիզնայի մասին։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության գյուղմթերքը հետ սովետյան հանրապետություններում ամենաթանկն է։ Միջին Ասիան 30-40%-ով ավելի էժան է բերում։ Հետևաբար, ինքը ինձ հիշեցնում է այն ժամանակին 88 թվին մտավորականներ կային, որ բացատրում են, որ սովետից չի կարելի դուրս գալ, որ սովետը չի կարելի քանդել, որտեղ պետությունն է, մենք կապված ենք մնացած հանրապետությունների հետ եւ այլ, մի խոսքով կային տենց ռացիոնալ հիմնավորումներ, ասում են ոչինչ, ջերմուկ կծախենք, կապրենք։ Մանյունես, լսի, հələ ջերմուկը ասենք հա էսա շուտով ծարավա սկսելու մոլորակի վրա ու մենք հələ ջրի պատերազմ պատանք։ Իդեպ ասած Սևանի Ալիևա Սևանի վրա էլ է աշկասելուն, հենց որ մի գեղեցիկ օր լինելու է, որ Սևանը Սևան չի, Սևանը Գյոյչա է, այդ ի նկատի ունեցեք։ Այդ մոտաբագայում է լինելու։ Հա, ջերմուկը հասկացանք, լավ, բայց պամիդոր վարունգը մարդիկ այնց պադակոնիկին էլ կարան աճացնեն, շատ նորմալ ապրեն։ Ու հայկական ծիրանի այդ թախիցը Ռուսաստանում ապրող հայի համար է էական, ռուսի համար բացարձակապես մեկ է ուզբեկական քարկտիկ կուտի, թե հայկական բան, չգիտեմ, շալախ։ Նենց որ Ռուսաստանին ձեր գյուղմթերքը պետք չի, Ռուսաստանին լրիվ ուրիշ բաներ է պետք, լավ թեվա դա մենք չենք քննարկում, որտեղ դա ամեն ինչը պետք է վերլուծվի, այդ ամեն ինչը նեղ մասնագետները կգան, ձեզ կբացատրեն, ես նեղ մասնագետ չեմ։ Այդ ամեն ինչը պատիժ է։ Ու սարսափելին այն է, որ երբ որ իրանք պատժում են Նիկոլ Փաշինյանին ու իր այս քաղաքականությունը, իրանք պատժում են մեզ բոլորիս։ Այդ այն է, ինչ որ ես ասում էի, որ այս մարդը մեզ ներկայացնում է միջազգային հարթակներում ու մեր մասին կարծիքը եւ վերաբերմունքը մեր նկատմամբ ձևավորվում է այս կենթանուն տեսնելով։ Որը ոնց որ կինտո լինի։ Չես հասկանում ինքը այդ հավաքույթներին մատուցողա, թե երկրի առաջնորդ։ Ինձ որ կողմնորոշվեք, կամ դուք Ռուսաստանի աղբերն եք, կամ էլ Ռուսաստանը գտնվում է հայկական ընդդիմության ենթակայության տակ ու սենց ընդդիմությունը ասում է Պուտին
Սահմանը փագը, էնել սահմանը փագում։ Կողմնորոշվեք։ Եվ Տիգրանաշենի հետ կապված վտանգները քննարկվեք։ Ինչ Տիգրանաշենի հետ կապված, հա Տիգրանաշենը ինքը համառորեն անվանում է քյարքի եւ հանձնելու է Ադրբեջանին։ Ինչի մասին ենք մենք խոսում այստեղ։ Ինչ կլինի։ Պարզ հայերենով բացատրենք։ Դա պարզ հայերենով լիքը վատ բան։ Մեր մայրաքաղաքից 30-40 կիլոմետրը ուղիղ նեցել ասֆալտ են արել, Շուշա ասֆալտ։ Ասֆալտով զորքերը գալու են ու կասկադում մալինովի ռաֆ խմող տղաներին նեղեն։ Հայաստանը գտնվելու է տոտալ շրջափակման մեջ։ Ոչ մի լավ բան ձեզ չի սպասում այս իշխանության օրոք։ Հա իդեպ մի հատ մայկես նայեք, գնա ընտրության։ Ես մինչև հունիսի 6-ը այս մայկով եմ ման գալու, որ բոլորը տեսնեն եւ իմանան, որ ընտրություններին մասնակցելը դա պարտադիր է ու կապ չունի դուք հույս ունեք, հույս չունեք։ Ասեմ ավելին, դաժե թե Նիկոլին եք ձեն տալու, գնացեք եւ այդ ձենը տվեք։ Թող իսկականից արդար ընտրվի։ Որ մենք իմանանք ախպեր, որ մենք Նիկոլների մեջ ենք ապրում, որ այս մարդը իրոք այն է ինչ որ այս ժողովրդին պետք է ու մեր ապագան արդեն մի ձև դասավորենք առանց ձեզ։ Ձեզնից հեռու։ Հենց որ առհասարակ այս նոր իշխանությունները երբ որ կգան, հիմա եմ ասում, որտեվ հետո կարող է առիթ չընձեռնվի։ Օրինագիծ է պետք մշակել եւ մտցնել Ֆինլանդիայի պես, որ ընտրություններին մասնակցելը դա ոչ թե պրիվիլեգիա, այլ պարտավորվածություն։ Ու եթե դու չես մասնակցում ընտրություններին, դու ենթարկվում ես տուգանքի եւ անգամ ադմինիստրատիվ պատժի։ Իսկ եթե չարաշահում ես ու մի քանի անգամ չես գալիս, ապա նաեւ քրեական, որովհետեւ սենց հույսներս դնենք 20% այս ատամները թափած գուտապի գեհենդոների վրա, որը մեր ապագան են որոշում մեր տեղը, դա անընդունելի է։ Վերկացեք, գնացեք եւ ձեր ձայնը տվեք այն ուժին, որին նախընտրում եք։ Բայց դա թող լինի ձեր ընտրանքը։ Մի թողեք, որ ձեր տեղը գուտապի հենդոները կատարեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ